Մենք այդ խնդիրը բոլոր դեպքերում պիտի լուծենք բարեկամական ձևով, բայց եթե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում բան կանենք, կքննարկենք։ Փաշինյանն այսպիսի հայտարարությամբ ըստ մասնագետների անուղղակիորեն ասում է, որ կառավարությունը պատրաստ է գնալ Հայաստանի երկաթուղային ցանցը ռուսական երկաթուղիներին կոնցեսիոն կառավարման հանձնելու պայմանագրի միակողմանի խզման ճանապարհով։ Դա կհամարվի պայմանագրի խախտում եւ միայն այդ դեպքում է, որ ռուսական կողմից արբիտրաժ դիմելու հարց կարող է առաջանալ։ Սա արդեն իսկ նշանակում է, որ Հայաստանը պատրաստ է խախտել այն սկզբունքները եւ նորմերը, որոնք դրված են կոնցեսիոն կառավարման հիմքում։ Փաշինյանի հայտարարությանը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն արձագանքեց այսպես. եթե Հայաստանը պարտավորությունները միակողմանիորեն վերանայի եւ վնաս հասցվի ներդրողին, իրենք հիմքեր կունենան պահանջելու դրա փոխհատուցումը։ Ռուսական երկաթուղիների ղեկավար Օլեգ Բելոզերովը նույնպես հայտարարեց ներդրված միջոցների վերադարձ ակնկալելու մասին։ Նրա հաղորդած տվյալների համաձայն հարավկովկասյան երկաթուղու զարգացման նպատակով Ռուսաստանն արդեն ավելի քան 30 միլիարդ ռուբլի է ներդրել։ Նոր շարժակազմ է գնել զարգացրել ենթակառուցվածքն ըստ իր ստանձնած պարտավորությունների։ Ազատությունը դեռ ամիսներ առաջ ուսումնասիրելով կառավարության 2026-28 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու որոշումը պարզել էր, որ դրանում գործադիրն արձանագրել է. եթե Հայաստանը վաղաժամ դադարեցնի կոնցեսիոն պայմանագիրը, ստիպված կլինի վճարել առավելագույնը $273 միլիոն։ Առնվազն մինիմալ, եթե հաշվարկենք անենք այդ 280-ը պետք է հաշվի առնենք, դրան գումարած այն ծախսերը, որը հայկական կողմը պետք է հոգա ամբողջ շարժակազմը, իսկ դա մոտ 2000 միավոր շարժակազմ է հետ ձեռք բերելու վերաբերյալ։ Հայաստանը 2008 թվականին է երկաթուղային ցանցը 30 տարով ռուսական կառավարման հանձնել։ Մասնագետները նշում են, ցանցը եկամտաբեր չէ եւ Ռուսաստանի համար այն գլխավորապես աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Եթե ապաշրջափակում տեղի ունենա, ապա երկաթուղու եկամտաբերությունը կարող է ավելանալ եւ սա էլ հաշվի առնելով ռուսական կողմը դժվար թե համաձայնի պայմանագրի ժամկետից շուտ հրաժարվել կոնցեսիոն կառավարումից։ Մոսկվան դեմ է նաեւ այն երրորդ երկրի փոխանցելու Փաշինյանի առաջարկին։ Այս հարցը Փաշինյանն ինչպես հայտնեց Ռուսաստանի նախագահի հետ վերջին զրույցում չի քննարկել, բայց ասաց հետ քայլ չեն անելու, ռուսական կողմին անգամ վարձավճարներով սպառնաց։ Դա մեր սեփականությունն է եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում։ Այդ հարցը պետք է լուծվի։ Հայաստանում էլ բաներ կա, որ անվճարը կարող է պարզվի, որ թանկանում է։ Կարող է բաներ կա, որ Հայաստանում գոյություն ունի 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան $2 միլիարդ ուզել։ Ասել կամ տարեկան $2 միլիարդ վարձավճար ուզել, կամ էլ մենք Ռուսաստանից Փաշինյանի այս ասացներին շատ բուռն արձագանքեցին։ Երկրի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարեց, թե լրացուցիչ վճարումների վերաբերյալ Հայաստանի պահանջներն անհիմն են, իսկ ռուսական երկաթուղիների ղեկավարը տարակուսանք հայտնեց Փաշինյանի խոսույթի վերաբերյալ։ Ինչու է Փաշինյանը ցանկանում ռուսական ընկերությունից վերցնել երկաթուղային ցանցի կառավարումը։ Նա պնդում է Հայաստանի երկաթուղային ցանցի ռուսական կառավարման հանգամանքը խոչընդոտում է, որ մեր երկիրը լիարժեքորեն ներգրավվի միջին միջանցքի նախագծում, որը պետք է կենտրոնական Ասիան կապի Եվրոպայի հետ։ Միջազգային գործընկերներն ասում է խնդրահարույց են համարում ռուսական կապիտալի ներգրավվածությունը, երբ խոսք է գնում Հայաստանը բեռների համար տարանցման գոտի դարձնելու մասին։ Այդ պատճառով Երևանը ցանկանում է, որ Մոսկվայի հետ համաձայնության գա երկաթուղին մեկ այլ երկրի կառավարման հանձնելու հարցում։ Այդպիսի երկիր ինչպես Փաշինյանն էր ավելի վաղ ասել կարող է լինել օրինակ Ղազախստանը։ Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը պատահական չի համարում Ղազախստանի հիշատակումը։ Այն միջին միջանցքի առանցքային դերակատարներից մեկն է, բայց ասում է այստեղ ռիսկեր կան։ Մենք գիտենք, որ Ղազախստանի երկաթուղային համակարգի օպերատորը Ղազախստան Թեմիրժոլի ընկերությունը ոչ միայն պարզապես երկաթուղային ընկերություն է, այլ ներդրումային հոլդինգ է, որը ակտիվորեն ներդրումներ է իրականացնում թե Բաքվում, օրինակ Բաքվի նավահանգստի ընդլայնման աշխատանքներում, թե Թուրքիայի տրանսպորտային լոգիստիկ համակարգում եւ այլն։ Եվ ես չեմ բացառում, որ այս սցենարի կյանքի կոչման պարագայում Հայաստանի երկաթուղային տրանսպորտային համակարգ կարող է երրորդ երկրի միջոցով մուտք գործել թուրքական կապիտալ։ Փորձագետը շեշտում է, հաշվի առնելով Հայաստանի երկաթուղու ոչ մեծ եկամտաբերությունը, եթե անգամ որևէ երկիր համաձայնի ստանձնել դրա կոնցեսիոն կառավարումը, դա բացառապես պայմանավորված է լինելու այդ երկրի աշխարհաքաղաքական շահերով։